Առաջարկվում է մարզպետների աշխատակազմերին հատկացնել ավելի քան 1 միլիարդ դրամ արդեն մեկնարկած ծրագրերի ֆինանսավորումը շարունակելու համար։ Խոսքը ճանապարհների, մանկապարտեզների, մշակութային օջախների, ջրագծերի, արտաքին լուսավորության, գազաֆիկացման եւ այլ ենթակառուցվածքային ծրագրերի մասին է։ Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 8 համայնքներից թվով 9 սուբվենցիոն ծրագիր, ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզում 1 ծրագիր 157.1 միլիոն դրամ, Արմավիրի մարզի 1 ծրագիր 31.9 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզի 1 ծրագիր 310.4 միլիոն դրամ, Լոռու մարզի 2 ծրագիր 67.6 միլիոն դրամ, Սյունիքի մարզի 1 ծրագիր 143.9 միլիոն դրամ, Տավուշի մարզի 3 ծրագիր 323.8 միլիոն դրամ։ Գործադիրն անդրադարձավ նաև Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի TRIP ռազմավարական գործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին։ Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները նպատակ ունեն հարավային Կովկասում ուրեմն տրանսպորտային փոխադրումների զարգացման, ապաշիր տրանսպորտային երթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային եւ գլոբալ առևտրի զարգացման ճանապարհով նպաստել, ամրապնդել հարավային Կովկասում խաղաղությունը հաստատված կայունությունը եւ ժողովուրդների զարգացումը, հապետությունների զարգացումը, սա էլ բազմիցս արձանագրված է շրջանակային համաձայնագրում։ Նաեւ ուզում եմ նշել, որ ողջ գործընթացը եւ ընկերությունը եւ հետագա գործունեությունը եւ այս համաձայնագիրը ամբողջությամբ համահունչ է եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ։ Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսին Վաշինգտոնում եւ Երևանում, իսկ դրա վավերացումը հնարավորություն կտա ավարտել համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Ա. Անվտանգություն եւ իրավապահ գործունեություն, Բ. Սահմանային վերահսկողություն եւ սահմանային անվտանգություն, Գ. Մաքսային եւ միգրացիոն վերահսկողություն, Դ. Հարկերի եւ տուրքերի փոխանցում պետական բյուջե, Ե. Պետական տեղեկատվական համակարգեր, Զ. Պետական վարչական գործառույթներ եւ վերահսկողություն։ Հարգելի գործընկերներ, ինչպես կարող եք նկատել, թվարկածս ամբողջովին ծածկում է եւ կարող է փարատել բոլոր հնարավոր մտահոգությունները, որոնք անկեղծորեն կարող էին առաջանալ բազմաթիվ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրության շրջանում եւ այն չարամիտ շահարկումները, որոնց մենք ականատես ենք եղել վերջին ամիսների առնվազն ընթացքում։ Մեկ այլ նախագծով կառավարությունն առաջարկում է ստեղծել տվյալների դասակարգման միասնական համակարգ, որը կկարգավորի պետական մարմիններում կիրառվող դասակարգիչների հաստատման, փոփոխման, հրապարակման եւ օգտագործման ընթացակարգերը։ Նախատեսվում է, որ նոր համակարգը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, կբարձրացնի պետական տեղեկատվական համակարգերի փոխգործունակությունը եւ կնվազեցնի տվյալների անհամապատասխանության ռիսկերը։ Միաժամանակ սահմանվել են անցումային ժամկետներ, որոնց ընթացքում պետական մարմինները պետք է իրենց տվյալների շտեմարանները համապատասխանեցնեն նոր պահանջներին։ Մենք ստեղծում ենք մի ստանդարտ, տվյալների ստանդարտ, որը պիտի օգտագործենք շտեմարաններում տվյալների մուտքագրման եւ պահպանման համար եւ հետո օգտագործման համար։ Այսինքն ըստ էության սա իմպերատիվ է պետական մարմինների համար, թե ոնց ենք մենք աշխատելու տվյալի հետ, որպեսզի ապահովենք մեկ անգամ մեկ տվյալ եւ այլևս բոլոր համակարգերի այդ տվյալի գոյությունը, որպեսզի ամեն անգամ մարդկանց չասենք անձնագրի պատճենը բեր, ID քարտի պատճենը բեր եւ այլը, այդ համակարգը լիարժեք աշխատի, ճիշտ եմ, չէ՞։ Հենց այդպես, պարոն Գրիգորյան, մի բան էլ հավելեմ, որ նաեւ այդ շտեմարանները, ովքեր որ կառավարում են, ունենք մոտ 30 մոտավորապես շտեմարաններ, եթե այդպես ամփոփեմ, որոնք որ մեր համար կարևոր են, այդ շտեմարանների կառավարիչներ կան եւ իրենք պետք է այդտեղ նաեւ նկարագրեն, թե դա ինչի համար է, որպեսզի տվյալի փոխանակումը մարդիկ հասկանան, թե որտեղից պետք է դա վերցնեն։ Կառավարության օրակարգում ընդգրկված էր նաև Եվրոպական միության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման գործընթացը կարգավորող նախագիծը։ Այն մշակվել է այն բանից հետո, երբ Հայաստանը 2025 թվականին ստացել է ԵՄ երկրներ ջրային կուլտուրաների արտադրանք արտահանելու թույլտվություն։ Կարգավորման նպատակն է ապահովել, որ հայկական արտադրողները համապատասխանեն եվրոպական պահանջներին եւ կարողանան առանց իրավական խոչընդոտների մուտք գործել ԵՄ շուկա։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։